Եթե ընտրակեղծարար էր, ինչու էր հրապարակում Լևոն 2008-յան պրոցեսների մասով լրիվ այլ իրավիճակ ենք ունեցել, որովհետև փաստացի մի կողմում եղել է ժողովուրդը իր նախագահական ընտրությունների տեխնացիով, մյուս կողմում եղել է ժողովրդից իշխանություն խլած քաղաքական մեծամասնությունը, որը դրանից հետո մարտի 1-ից, այսինքն հետո 10 տարի իշխելու երկիրը կառավարելու հնարավորություն է ունեցել եւ այն պրոցեսներում, որտեղ մի կողմում ժողովուրդն է, իսկ մյուս կողմում ժողովրդից ուրեմն ընտրակեղծիքների միջոցով իշխանություն խլել ցանկացողները ինքան ձայները Վարչապետ Փաշինյանը միացնում լսեք Ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Մի քիչ էլ հետ գնա։ Մի քիչ էլ հետ գնա։ Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ ձեր հարցին։ Գտնվես, մի քիչ էլ։ Ես գիտեք ինչ, ես խնդրում եմ Զնվությունը կասկածի մի դրեք, որովհետև ես միշտ ասնիվ եմ եւ ես պատասխանում եմ ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք ինչ եք կարծում, երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ, որ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի։ Ենթադրում հիմա ասած հոդվածը տպագրվել է սրանից հետո։ Չէ՞, սա ավելի վաղ ժամանակների հարցազրույց է, որի մասը իհարկե կոնտեքստին չեմ հասցնի, կոնտեքստին չեմ 2013 թվականի տարեվերջին կամ 2014 թվականի տարեսկզբին վարչապետը ուրեմն հեղինակել է հոդված, որտեղ նշում է իր հակասությունների մասին Հայ ազգային կոնգրեսի հետ եւ դրանից հետո process-ները գնացել են այն ուղղությամբ, որի ականատեսն եք դուք վերջին տարիների ընթացքում։ Դրան նախորդած այդ հարցը կարող եք վարչապետին տալ, որովհետեւ դուք կարճ 20 վայրկյանանոց տեսանյութ եք ասում, որի բովանդակային մասով ես հիմա ծանոթանալու հնարավորություն չունեմ։ Ես ձեզ ասում եմ այն հոդվածը, որով 2014 թվականին իմիջիալոց շատ པարզ եւ կոնկրետ մատնանշվել է այն քաղաքական հակասությունները, որոնք եղել են ժամանակին Հայ ազգային կոնգրեսի հետ, որից հետո արդեն ասացի process-ները գնացել են իմ ասած ուղղությամբ։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունով դարձել է падգամավոր, առաջին անգամ այդպես է մտել խորհրդարան։ Վարչապետը Հայ ազգային կոնգրեսում, շատ լավ, վարչապետը Հայ ազգային կոնգրեսում այնպես չի, որ ինքը այդ ձայների ստացման process-ում մասնակցություն չի ունեցել, էական մասնակցություն է ունեցել եւ դրան հաջորդող process-ները ներառյալ Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ցույց տվեցին եկան ապացուցելու, որ վարչապետը քաղաքացիների աջակցությունը վայելող քաղաքական գործիչ է եւ հետագա process-ները սրա ուրեմն մասին են խոսում ինչ օրես։